Հիբրիդային պատերազմը ինքը ավելի լայն հասկացությունների շրջանակ է։ Իմ դիտարկմամբ այն ինչը որ տեղի ունենում կոնկրետ Հայաստանի նկատմամբ, դրանք ավելի շատ հիբրիդային հարձակումներ են։ Բա հիբրիդային հարձակումները իրենք առաջին հերթին ունեն համակարգված բնույթ եւ ներառում են լայն գործիքակազմ։ Բայց ինչի եմ ես հենց ասում հարձակում ոչ թե պատերազմ, որովհետեւ հիբրիդային պատերազմը ել ավելի լայն գործիքակազմ ունի, որը Հայաստանի կոնկրետ պարագայում ինքը չի արտացոլվում։ Հիմա եթե մենք խորանում ենք հիբրիդային հարձակումների մեջ, ինքը մեծամասամբ իրենից ներկայացնում է ապատեղեկատվական համակարգված արշավի իրականացում, բայց դա դասական ապատեղեկատվություն չէ։ Ինչպես տարանջատել դասական ապատեղեկատվությունը հիբրիդային հարձակումներից։ Դասական ապատեղեկատվություն դա կոնկրետ թեմային վերաբերող կոնկրետ ուղղորդված սխալ ինֆորմացիայի տարածումն է, իսկ հիբրիդային հարձակումները դրանք առավել լայն երևույթների նկատմամբ առավել լայն շրջանակ ընդգրկող հարձակումներն են։ Եվ ինչ է դա։ Օրինակ, պատկերացրեք, Հայաստանը իրականացնում է որևիցե մի հատ որոշում կամ սուվերեն որոշում, արտաքին քաղաքականությանը վերաբերող քայլ, որը պայմանականորեն ձեռք չի տալի Ռուսաստանին։ Ասենք թե Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը։ Ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Դրանից հետո հենց հայեր, յան ազգանունով մարդիկ, Հայաստանում գործունեություն ծավալող լրատվական գործակալություններ, փորձագիտական շրջանակներ, բոլորը միասին սկսում են տարածել կեղծ տեղեկատվություն։ Այսա արդեն ինքը հիբրիդային բնույթի հարձակում է, որտեղ ներգրաված են փորձագիտական լայն շրջանակ, ներգրաված են քաղաքական ուժեր, ներգրաված են այստեղ լրատվամիջոցներ, եւ մենք բոլորս հասկանում ենք, որ այս երեքին համախմբելու համար անհրաժեշտ է շատ մեծ ֆինանսական ռեսուրսներ։ Այսինքն խոսքը ոչ թե գնում է որևիցե ինֆորմացիայի հետ կապված ապատեղեկատվության մասին, այլ խոսքը գնում է արդեն համակարգված եղանակով հենց Հայաստանի ներսում արկա ինստիտուտները, անհատներին եւ այդ գործունեությունը իրականացնելու պատրաստական մարդկանց ներգրավելով ամբողջ մի արշավի իրականացման մասին, որը միտված է հասարակական կարծիքը մանիպուլացնելու եւ այդ մանիպուլյացիայի հիման վրա համոզմունքներ ձևավորելու համար։ Մենք կարող ենք հետագայում նաև ավելի խորանալ այս թեմայի մեջ, բայց դրա վառ օրինակ է 300,000 ադրբեջանցիների վերադարձը, օրինակ ամենահայտնի նարատիվներից մեկը։ Հիմա մեկ այլ բան է, եթե X լրատվական հոդված է գրում, որ 300,000 ադրբեջանցիներ գալու են Հայաստան, դա մենք կարող ենք համարել ապատեղեկատվություն։ Բայց եթե մի ամբողջ ինստիտուցիոնալ շղթա աշխատում է, որ հայ հասարակությանը համոզի, որ այդ 300,000 ադրբեջանցիները վերադառնալու են, սա արդեն հիբրիդային հարձակում է։ Նպատակը հայ ժողովրդի վախերի հիման վրա աշխատելով զրկելն է սուվերեն որոշումներ իրականացնելու ունակությունից։ Այսինքն գլխավոր նպատակը դա է։ Ինչ վերաբերում է գործիքակազմին, ես գործիքակազմի վրա շատ չէի կենտրոնանա, որովհետև գործիքակազմը նույնն է, տարբեր են ծավալները։ Այսինքն մենք այստեղ խնդիր ունենք հենց ծավալների հետ, որովհետև այս աշխատանքը որ իրականացվում է, բացի նշածս մեդիա բովանդակության գործունեությունից, նաև գոյություն ունի գետնի վրա արկա արշավի իրականացում։ Դրանք քաղաքական շարժումներն են, որոնք գետնի վրա են, դրանք ակտիվ երիտասարդությանը մոբիլիզացնող քաղաքացիական կազմակերպություններն են, ովքեր տետատետ շփումների ընթացքում են նույն նարատիվները նշում, եւ դրանք նաև ներթափանցած են Հայաստանի պետական բուհերի համակարգ, որտեղ հումանիտար եւ սոցիալական գիտությունների դիսցիպլիններում սովորող ուսանողներին սերմանում են որոշակի արժեքներ եւ շատ կոնկրետ քաղաքական հայացքներ։ Այսինքն այստեղ ես այլ շատ կենտրոնանայի ծավալի վրա, որը որ մեզ հուշում է, որ սա հենց հիբրիդային հարձակում է։ Վերջնական նպատակը հենց դա է, եթե մենք խոսում ենք հիբրիդային հարձակումներից եւ արտաքին քաղաքական բաղադրիչը դուրս ենք բերում այստեղից, ուրեմն մենք առհասարակ չենք խոսում
հիբրիդային հարձակումներից, որովհետև հիբրիդային հարձակումները դրանք իրականացվում են երրորդ երկրի կողմից։ Մեր երկրի պարագայում դրանք, օրինակ, երբ որ ԵՄ դիտորդները եկել էին Հայաստան, դա Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանն էին, երբ որ Հայաստանը ստորագրեց Վաշինգտոն հռչակագիրը, դա Ռուսաստանն է։ Այսինքն ամեն պարագայում դրանք երրորդ երկրներն են եւ կապված տվյալ քաղաքական որոշումից, կապված այն արտաքին քաղաքական կուրսից, որը որ հայ ժողովուրդը, ես չեմ ցանկանում ասել այսօր Հայաստանի պետությունը ցանկանում է գնալ, դրանք փորձում են հեղինակազրկել այդ որոշումները։ Մոլդովայի պարագայում, օրինակ, երբ որ մենք խոսում ենք Ռուսաստանից եկող ֆինանսական հոսքերի մասին, այնտեղ օրինակ դա հայտնաբերել ավելի հեշտ է, քանի որ տեղում այդքան էլ շատ արկա չեն Ռուսաստանի հետ աֆիլիացված ֆինանսական կազմակերպություններ կամ տնտեսվարող ընկերություններ։ Հայաստանի պարագայում դա լրիվ այլ է, որովհետև մենք չափից շատ ինտեգրված ենք ԵԱՏՄ-ում, նաև մեր գյուղմթերքի արտահանման եւ այլ տեսակի տնտեսական կախվածությունները հենց Ռուսաստանով են պայմանավորված, ուստի մեր իրավիճակում այդ հիբրիդային հարձակումները առավել արտացոլվում են նարատիվային մակարդակում։ Այսինքն այս առումով մենք Մոլդովայից տարբեր ենք։ Մոլդովայի դեպքով իրենք օրինակ կարող են մատնանշել մեկ քաղաքական գործիչ, ով օրինակ ֆինանսավորում է ստացել մեկ ռուսաստանցի օլիգարխի կողմից եւ օրինակ որևիցե գործընթացներ տեղի ունենում այնտեղ։ Հայաստանում իրավիճակը տարբեր է։ Հայաստանում օրինակ շատ հանգիստ գործում է VTB բանկը, որ ռուսական կազմակերպություն է, Հայաստանում այդ ֆինանսական տրանսֆերները Ռուսաստանի հետ հանգիստ աշխատում են եւ այս պարագայում արդեն դու չես կարող այդ ֆինանսական շարժերը առնվազն նկարագրես այդ հիբրիդային հարձակումների մեջ տնտեսական կոնտեքստում։ Այնուամենայնիվ կան քաղաքական ուժեր, ովքեր որ տարբեր հետաքննություններ ցույց են տալիս, որ հենց ֆինանսավորվում են օրինակ ռուսական աղբյուրների կողմից, բայց սրա կապակցությամբ անհրաժեշտ է բավականին բարձր կարողունակությամբ, ինչպես դուք նշեցիք, հետաքննությունների իրականացում, բայց այդ հետաքննողները Հայաստանում չկան։ Հիմա թեխի չկան, կարանք նրանց տարբեր գնահատականներ տանք։ Մարդիկ կան, որ կասեն, այդ հետաքննողները ինքնին ինչքան էլ հնարավոր է արևմուտքի հետ աշխատեն, ավելի շատ ռուսամետ են։ Մարդիկ կան, ովքեր կասեն, այդ հետաքննողները այդքան կարողունակություն չունեն։ Մարդիկ կան, ովքեր կասեն, հետաքննողների իրական աշխատանքը կառավարությանը հաշվետու պահելն է, հետևապես հիմնական ռեսուրսը միտված է կառավարությունը հաշվետու պահելու համար։ Մարդիկ էլ կան, ովքեր կասեն, օրինակ Հայաստանի կրթություն, բարձրագույն կրթություն տրամադրող ինստիտուտները չեն տրամադրում բավարար գիտելիք հետաքննող լրագրողներ պատրաստելու համար։ Այսինքն այս խնդիրների համախմբությունը կամ այս իրավիճակի համախմբությունը բերում է այն իրավիճակին, որ մենք ունենք։ Բևեռացումը դա խիստ ուռճացված քաղաքական կա, խիստ ուռճացված։ Այսինքն անդադ խոսում են հասարակության բևեռացվածության մասին։ Խնդրում եմ այն մարդիկ, ովքեր խոսում են դրա մասին, նայեն IRA-ի վերջին հարցումները։ Այսինքն կառավարության ձախողումների շրջանակում 3 թե 4% են ընդամենը բնակչության քաղաքական բևեռացումը համարում մարտահրավեր։ Որպես այդպեսին ես անձամբ էլ բևեռացման խնդիրներ չեմ տեսնում։ Այն որ մարդիկ թե քաղաքացիության ներսում, թե լայն հասարակության ներսում, թե էլիտայի ներսում, թե տնտեսվարողների ներսում ունեն քաղաքական Հայաստանի տարբերություններ, դա ժողովրդավարական հասարակարգի անբաժանելի մասն է։ Այսինքն, եթե չկան այդ տարբերությունները, չկա ժողովրդավարություն։ Միևնույն ժամանակ այդ հարցումներն է ցույց են տալիս, որ լայն հասարակության դա առանձնապես չի հետաքրքրում, այսինքն 3-4% ընդամենը հետաքրքրված է դրանով։ Ուստի դա ուռճացված եզրույթ է իմ խորին համոզմամբ, դա առհասարակ չկա որևիցե ապացուցողական բազա դա ցույց տալու համար։ Դրա մասին խոսում են հիմնականում այն քաղաքական ուժերը, ովքեր որ ակնկալում են, որ ողջ հայ ժողովուրդը պետք է համախմբվի իր կողքին։ Իրենք ասում են, այ կա բևեռվածություն, որովհետև ողջ հայ ազգը չի համախմբվում իմ կողքին։ Բայց եկեք հիշենք, հա, ինչ է
իրենց ներկայացնում ժողովրդավարությունը, կարծիքների տարբերություն արտաքին քաղաքական ոլորտում, կարծիքների տարբերություն սոցիալական ծրագրերի տրամադրման մեջ, օրինակ այդ առողջապահ ապահովագրության ներկայիս մոդելին, ըստ որի եւ անչափահասները եւ թոշակառուները ամբողջովին օգտվում են անվճար, դրան ես դեմ եմ։ Բայց ես բևեռացված չեմ։ Ես ուղղակի այդ կարծիքին եմ դեմ։ Այսինքն կեղծ օրակարգ է, ես դա կապացուցեմ, որ իրականում չկա հայ հասարակության մեջ որպես այդպեսին շատ սուր բևեռացվածություն։ Հարցակումների պարագայում մենք տպավորությունն այնպիսին է, հղվելով հարցումների, ընդհանուր հասարակական ընկալման, նաև ես Restart հիմնադրամի տնօրենն եմ, միայն մեկ ամսում մենք 600 երիտասարդների հետ Հայաստանի ողջ տարածքից ընդգրկված ամենատարբեր քաղաքական հայացքներով միայն մեկ ամսում այդ 600-ի հետ շփվել ենք, այս ամեն ինչը հաշվի առնելով ես տեսնում եմ, որ այո, մենք դուրս կգանք։ Բայց այդ հիբրիդային հարձակումները միևնույնն է, իրենցից շարունակել են վտանգ ներկայացնել, որովհետև հիբրիդային հարձակումների մասին մասնավորապես մեր արևմտյան գործընկերները սկսեցին շատ խոսել 2026 թվականի սկզբնահատվածում, ինչը ինձ համար խնդրահարույց է, որովհետև այդ հիբրիդային հարձակումները իրենք շարունակական են եւ ընդհանուր առմամբ այո, այդ մանիպուլյացիայի հիման վրա ցանկանում են ձևավորել հասարակության շրջանում համոզմունքներ։ Այս պահին հիբրիդային հարձակումների մասին ես այսպես հանգիստ եմ խոսում, եթե այս հարցազրույցը լիներ 2 ամիս առաջ, ես այլ հռետորաբանություն կունենայի, բայց ես ինպես մարդիկ, շատ անհատներ, կազմակերպություններ Հայաստանում սկսեցին աշխատել եւ մենք կարծես թե հաղթահարեցինք, հաղթահարեցինք, ճեղքեցինք այդ հիբրիդային սպառնալիքների ալիքները, ու այսօր ունենք այն իրավիճակը, որ ունենք, բայց ոնց որ անգլերենում են ասում, պետք չի դա վերցնել as granted, այսինքն այնպես չի, որ դա ուղղակի մեր առջև ընկել է, սա որ այսօր մենք այս իրավիճակը ունենք, շատ մարդիկ գիշերները չեն քնել, անխոնջ աշխատել են, եւ սա պետքա հաշվի առնել, ու նաեւ պետքա հաշվի առնել, որ այս հարձակումները ընտրություններից հետո են շարունակվելու, եւ նաեւ պետքա հասկանալ, որ այս հարձակումները մեծամասամբ, եթե ոչ իմ դիտարկմամբ 99%-ով վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներին։ Ես մեր այն քաղաքացիները, ովքեր պատահմամբ են նայում, օրինակ նմանատիպ հաղորդումներ, ովքեր իրենց քաղաքարիերայի ժամանակահատվածի մեծամասնություն չեն հատկացնում նմանատիպ գործունեության համար, ինչը նորմալ է, ես խորհուրդ եմ տալի ուշադրություն դարձնել այդ հիբրիդային հարձակումների բնույթին եւ իրենք կտեսնեն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է սեփական շահից բխող որևիցե որոշում, որևիցե քայլ, որը մոտարկվում է գլոբալ արևմուտքի հետ, հենց այդ ժամանակ են առաջանում հիբրիդային հարձակումները եւ մնացած առումով առհասարակ հետաքրքրված չեն իրենք։ Եվ այստեղ կարելի է տարանջատել այդ հիբրիդային հարձակումների բնույթն ու վնասահարությունը։